ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից օպերատորները հատուկ այս կադրերն է ֆիքսել Պուտին Մհեր Գրիգորյան ձեռքսեղմումը, երբ Պուտինն է մոտենում Մհեր Գրիգորյանին։ Վերջին շրջանում հայ-ռուսական լարվածության ֆոնին սպասվում էր, որ հենց այս միջավայրում հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսական տարբեր ոլորտներին ուղղված ռուսական ճնշումներին, սպառնալիքներին վերաբերող հարցեր։ Սակայն փոխվարչապետ Գրիգորյանն իր բնավորությանը համապատասխան այստեղ էլ համեստ գտնվեց ու հանգիստ տոնով հայտարարեց, թե Հայաստանն այսուհետ եւս մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության եւ ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։ Мы неоднократно подтверждали приверженность Армении. Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, իշահ մեր երկրների եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության եւ տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանը բարեխղճորեն պատրաստ է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ И далее добросовестно участвовать в работе Союза. Հայաստանին այս պահին պետք չէ ավելի կոշտացնել այդ խոսակցությունները։ Հայաստանի իշխանություններին ավելի ձեռնտու է նախընտրական այս փուլում հակառակը հարցը այնպես ներկայացնել, ասես ամեն ինչ նորմալ է, այդ ճնշումները ժամանակավոր են, ամեն ինչ կկարգավորվի։ Դրա համար էլ կարիք չկար Հայաստանի իշխանությունների տեսանկյունից նախընտրական տրամաբանության մեջ այդ հարցը բարձրացնել։ Եվ ահա Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում Հայաստանի վերաբերյալ։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել։ Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւ հայտարարություն են ընդունել։ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի։ Ուշակովը հստակեցրել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ առանձին հանդիպման համար։ Ըստ հայտարարության Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Qırğızstani առաջնորդները կոչ են անում Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Առանձին քննարկում նախատեսված չէր եւ հարցում նույնպես չի եղել։ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ պետք է դա չանի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Խնդիրը այնքան ԵԱՏՄ-ն չէ, որովհետև այնտեղից Հայաստանին բռնդելու մեխանիզմներ կարծես թե չկան, այլ եթե Ռուսաստանը մտադիր լինի հետագայում այդ ճնշումները ուժեղացնել, ապա այն մեխանիզմներ կգտնի առաջին հերթին հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում նրանք բազմաթիվ այլ լծակներ ունեն եւ օրինակ Ռուսաստանի նախագահի խոսնակը գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցը ուղղորդեց դեպի Գազպրոմ։ Ըստ վերլուծաբանների ԵԱՏՄ-ում խնդիրները լուծվում են կոնսենսուսով, ինչն այս պահին չկա այդ կառույցում։ Բացի այդ կարծիք կա, որ Ղազախստանը դեմ կլինի Հայաստանին ԵԱՏՄ-ից հանելուն, քանի որ Ղազախստանը ԵԱՏՄ-ից բացի շահեր ունի Հարավային Կովկասում։ Այդ երկիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում միջին միջանցքի հիմնական շահառուներից մեկն է։ Եվ օրինակ նախագահ Տոկաևը այս բարդ իրավիճակում չէր ցանկանա, որ Հայաստանի նկատմամբ ճնշումները վտանգեին այդ նախագծերը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կասեցվել է ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումների պատճառով։ Հայտնելով այս մասին Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ իրենց կարծիքով խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա եւ սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել։ Իդեպ 2026 թվականի սկզբից ի վեր Ռոսպոտրեբնադզորի պահանջով արդեն արգելափակվել է 38.4 միլիոն միավոր ջերմուկ շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում եւ առցանց վաճառքում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ պաշտոնական ծանուցումը, հայտնում են կառույցից։ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ արդեն ստացել են բանակցությունները խնդրի պատճառները հասկանալու եւ անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու նպատակով, իսկ արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակեն առաջիկայում։ Հիշեցնենք, Ռոսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակվում է Հայաստանից պտուղ բանջարեղենի ներկրումը։
Հայաստանից Ռուսաստան պտուղ բանջարեղենի ներկրման սահմանափակումը գնաճի վրա ազդեցություն չի ունենա եւ որևէ խնդիր չի առաջացնի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաեւ իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու պաշտոնական բացումը կայանալու է հունիսի 2-ին։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ Ախալքալակի կայարանում նախատեսվող շնորհանդեսի արարողությանը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցելու։ 2017 թվականից փորձնական ռեժիմով գործող երկաթուղու ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213 կիլոմետրը գտնվում է Վրաստանի տարածքում։ Վրացական հատվածի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորել է Ադրբեջանը։ Արդեն մի քանի օր է Հայաստանից գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցված է։ Այս մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, ռուս չինովնիկները, հայաստանցի ֆերմերները, բայց մեր պաշտոնյաները հրապարակային ելույթներում նշում են, որ անհանգստանալու առիթ չկա։ Ամեն ինչ կկարգավորվի, քանի որ խնդիրները լուծելի են։ Փակեցին, այս արեցին, այն արեցին։ Իրականում այդ ինչքան որ խոսում են, դրա 5%-ը, 10%-ը հողի վրա չկա։ Առավոտը նայել եմ։ Առես պահը 18250 տոննա պտուղ բանջարեղեն ենք արտահանել, ընդ որում ահագիներ եկել ենք արտահանել։ Էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ վստահեցնում էր, որ այս ամենը տևելու է առավելագույնը 2 շաբաթ եւ ամեն ինչ արտվելու է ընտրություններից հետո։ Ավելի լավ է մտածել բերքի բարձր որակի մասին եւ գյուղմթերքի մշակման պայմանների բարելավման մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնությունն եւ ԵԱՏՄ-ը գնում բազմաթիվ ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պետք են։ Պետք են այդ ապրանքները, պետք են ահավոր ու մեծ չափերով պետք են եւ դա շարունակելու է տեղի ունենալ։ Հայաստանում այս պահին ծաղիկների ջերմատաների մակերեսը 300 հեկտարից ավելի է եւ սեփական ուժերով առանց ռուսական շուկայի այդ ծավալի ծաղիկ հնարավոր չէ իրացնել։ Ակնկալում ենք, որ նաեւ այդ առումով կառավարությունը կոմպետիցիոնը փորձի աջակցել, բայց չենք սպասում դրան, փորձում ենք մեր կապերով որոշակի բաներ անել։ Դեռևս հաջողված բան չկա, կա բանակցություններ քննարկում ենք, հələ որ ճանապարհներն ենք նայում, փորձել ենք ճանապարհատրանսպորտային հարցը կարգավորել, հա ստացվում է ոնց որ ինքնաթիռով մի քիչ ավելի զերծ վերցնելու, բայց ամեն դեպքում մենակ տնտեսվարողը մենք մենակ չեն կարող դրա պակից դուրս գալ։ Ինչ վերաբերում է ջերմատանային մյուս մշակաբույսերին, ապա հիմա ամեն ինչ շատ անորոշ է։ Շուկայում նկատվում է պտուղ բանջարեղենի գնանկում, բայց խոշորագույն արտահանողների բերքը դեռ չի հասունացել։ Եթե նրանց բերքը եւս մտնի տեղական շուկա, կգրանցվի էական գնանկում։ Առաջին հայացքից սպառողի համար սա լավ է, բայց այս էժանացումը միանվագ էֆեկտ է ունենալու։ Ընդհանուր առմամբ մի խայտարակ վիճակ է լինելու շուկայում, հələ որ այդքան էլ տենց չի, բայց գներից գնային քաղաքականությունից օրեկան, որ անկում է լինում, ասենք սպառումներ չի լինում, դա ակնհայտ տեսնում։ Եթե ժանը ծախսածածկում է, չի կարողանալու ապահովի, արտադրողը հիասթափելու է, չարտադրեց, այսինքն դիմացը լուրջ դեֆիցիտ է ակնկալվում։ Փորձագետները նշում են, որ իրացման շուկաների դիվերսիֆիկացիայի համար տարիներ են անհրաժեշտ, բայց նույնիսկ նոր շուկաների հայտնաբերման դեպքում ռուսականից հրաժարվել չի կարելի։ Այս պահին ջերմատանային ոլորտներում գործում է 1200 ձեռնարկություն։ Հատապտուղների գների էական անկման դեպքում նույնիսկ բերքը հավաքելն է դառնալու ոչ ձեռնտու, նշում են բիզնեսի ներկայացուցիչները։ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել եւ Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը երկխոսությունը վարում է բարեխղճորեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, նշելով, որ կողմերը շարունակում են առաջ շարժվել, թեև համաձայնագրի պայմանները դեռ վերջնականապես համաձայնեցված չեն։ Նրա գնահատմամբ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են հնարավոր գործարքի ձեռքբերմանը, սակայն մնացած հարցերի վերջնական համաձայնեցման վերաբերյալ երաշխիքներ դեռ չկան։ Vance-ը միաժամանակ ընդգծել է, որ պահպանում է բավականին լավատեսական տրամադրվածությունը։ Թեհրանի հետ Վաշինգտոնի համար շահավետ համաձայնագիր կնքելու անհնարինությունը կարող է հրահրել ռազմական գործողությունների սկիզբը, հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով, թեև իրանցիները շատ լավ բանակցողներ են, սակայն շահավետ համաձայնության հասնելու բոլոր հաղթաթղթերը Վաշինգտոնի ձեռքում են։ Նրանք խորամանկ են, բայց ի վերջո մենք ունենք բոլոր հաղթաթղթերը, որովհետև ռազմական առումով մենք հաղթել ենք նրանց, ասել է Թրամփը։ Նրանք խորամանկ են, բայց ի վերջո մենք ունենք բոլոր հաղթաթղթերը, որովհետև ռազմական առումով մենք հաղթել ենք նրանց։
Blue Origin ընկերության New Glen ծանր հրթիռ է պայթել Ֆլորիդայի կանավերալ հրվանդանի արձակման համալիրում փորձարկումների ժամանակ։ Վթարը տեղի է ունեցել կրակային փորձարկման փուլում, որը նախնական մեկնարկի հիմնական փորձարկումներից մեկն է, երբ շարժիչները գործարկվում են մեկնարկային հարթակում, առանց հրթիռը գետնից բարձրացնելու։ Փորձարկման սովորական ընթացակարգի մեկնարկից հետո հարթակում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Տիեզերակայանի վրա երևացել են հրեգունդ եւ ծխի խիտ ամպ, իսկ պայթյունի ալիքը զգացել են մերձակա շրջանների բնակիչները։ Նշվում է, որ տուժածներ չկան, բնակչության եւ շրջակա միջավայրի համար վտանգ եւս չի արձանագրվել։ Ամերիկյան Դալլաս քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել։ Պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Պայթյունի եւ բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 70 բնակարան ունեցող շենքը ամբողջությամբ ոչնչացվել է։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավվել է 120 հրշեջ։ Լոս Անջելեսի Նորթ Հիլզ շրջանում մասնավոր տանը հայտնաբերվել են հայկական ընտանիքի ամուսինների եւ նրանց 2 փոքր երեխաների մարմինները։ Իշխանությունները դեպքը քննության են առել որպես հնարավոր սպանություն ինքնասպանություն։ Ըստ նախնական տվյալների հարևանների հաղորդումներից հետո ոստիկանությունը ժամանել է վայր եւ հայտնաբերել զոհերին։ Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են, պաշտոնական եզրակացություն չի հրապարակվել։ Աշխարհաքաղաքական լարվածության թուլացումը միանգամից անդրադարձավ հումքային շուկաների վրա։ Լուրերն այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կարողացել են համաձայնության գալ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցի անվտանգության շուրջ, հանգեցրին նավթի ֆյուչերսների էական նվազմանը։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.1%-ով կամ $1.4, կազմելով բարելի դիմաց $92.67։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը, եւ դրա անվտանգության երաշխիքները կենսական են գլոբալ տնտեսության համար։ Այս համաձայնությունը կարող է կայունացնել շուկան եւ նվազեցնել գնաճային ճնշումները սպառող երկրներում։ Միջազգային վերլուծական կենտրոններում նշում են, որ հակամարտության դադարեցումը թույլ կտա գլոբալ տնտեսությանը խուսափել բացասական սցենարներից, քանի որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 1/5 մասը։ Նավթի գների նվազումը ցույց է տալիս, որ գործարար աշխարհն այլևս չի վախենում համաշխարհային տնտեսական ճգնաժամից կամ գների անվերահսկելի աճից։ Լարվածության թուլացումը հույս է տալիս, որ իրավիճակը կայունանում է, ինչը լավ ազդակ է միջազգային բիզնեսի ու շուկաների համար։ Չնայած քաղաքական հայտարարություններին, էներգետիկ ոլորտի փորձագետները կոչ են անում զգուշավորություն ցուցաբերել։ Նրանց գնահատմամբ նեղուցի լիարժեք ապաշրջափակման եւ մատակարարումների նախկին ծավալների վերականգնման համար ամիսներ կպահանջվեն, քանի որ ջրային տարածքներում առկա են նաեւ լոգիստիկ եւ անվտանգային խոչընդոտներ։ Մայիսի 28-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում աշտարակ Երզնկաճանապարհին բեմվեն դուրս եկել երթևեկելի գոտուց մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ 18-ամյա Աշոտը տեղում մահացել է, իսկ 18-ամյա Հարությունին, 16-ամյա Ռաֆայելին ու 18-ամյա Դավիթին առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Փրկարարության աշտարակի շրջփրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները մահացածի մարմինը ձորից պատգարակով դուրս են բերել, մոտեցրել դիատարին։ Մահացածն ու վիրավորներն իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արտեմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Մայիսի 29-ին Չայնի ոլորանների սկզբնամասում բախվել են Միրգ բանջարեղենով բարձված Իվեկոն եւ Զիլբերնատարները։ Իվեկոն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե պատնեշներին հայտնվել գազոնում։ Իվեկոյի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ
օրվա պատասխանատու Արտակ Ասատիրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Մայիսի 28-ին Մարգարավանաձոր տաշի ճանապարհին բախվել են Հոնդան ու Օփելը։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները, աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Փրկարարները վիրավորներից երկուսին մեքենայից դուրս բերելու համար հատուկ տեխնիկա են օգտագործել, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Արագածոտնի մարզի բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը Արծոմ Սահակյանը եւ հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանը։ Մայիսի 28-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին թերակղզի տանող ճանապարհի սկզբնամասում Toyota Camry-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա, բախվել բետոնահենապատին։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։